Յուրաքանչյուր պատմություն մի կամուրջ է մեր արմատների և ներկայի միջև։ Բարի գալուստ Մարիշի հետ Բելգիահայ ռադիոյի եթերում։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ, և այսօր մենք կանցնենք այդ կամրջով մեր երիտասարդության թարմությամբ, տաղանդով և վճռականությամբ։ Մեր հայկական արմատներն իրենց մեջ կրում են կատարելության և տոկունության արժեքներ, և այսօր երկու փոքրիկ աղջիկներ այդ արժեքները փայլեցնում են այստեղ Բելգիայում։ Ուրախությամբ հյուրընկալել եմ 8-ամյա Լիլիթին, Բելգիայի շախմատի չեմպիոնին, և Մանեին, ով գեղասահքի մրցանակում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը։ Երկու հպարտություն, երկու չեմպիոն։ Այսօրվա իմ հյուրը շատ կարևոր մի երիտասարդ աղջիկ է։ Երիտասարդ աղջիկ ջան, անունդ ինչ է? Լիլիթ։ Լիլիթ ինչ ան? Ակայան։ Լիլիթ ջան, նախ եւ առաջ շատ մեսի, որ եկել ես ինձ հյուր։ Առաջին անգամն եմ ես հյուրընկալում քեզ։ Քանի տարեկան ես? 8 տարեկան։ 8 տարեկան։ Մենք հեսա մեր ընկերներին կբացատրենք, թե ինչ ենք քեզ հրավիրել, չէ՞։ Հա, իմ համար մի քիչ տենց նոր է, ես տենց երիտասարդ սիրուն բալիկների հետ ինտերվյու չեմ արել, ինձ որ շատ մերսի, որ դու իմ առաջին հյուրն ես։ Եղավ։ Արի մեր հյուրերին բացատրենք, թե ով է Լիլիթը։ Հա։ Ուրեմն, դու որտեղ ես ապրում? Բելգիայում։ Որտեղ Բելգիայում? Բրյուսելում։ Բրյուսելում։ Ինչով ես զբաղվում? Շախմատով։ Շախմատով։ Ինչքան ժամանակ է շախմատով զբաղվում ես? 4 տարի։ 4 տարի է, հա? Հա։ Մինչև հələ պարզենք ինչ ես շախմատով զբաղվում, արի մի հատ բոլորին հələ նկարագրենք, թե ինչ տաղանդավոր աղջիկ ես դու։ Պարզ է։ Արի, ուրեմն 2025 թվականի հոկտեմբերին դու դարձել ես Արևելյան Ֆլանդրիայի չեմպիոն մինչև 8 տարեկան աղջիկների մեջ։ Ոնց էր, լավ էր այդ մրցույթը? Դժվար էր։ Լավ էր։ Մի քիչ դժվար էր։ Հա, քանի հոգու հետ էիր մրցում? Չես հիշում։ Չէ, չեմ հիշում էդի։ Արի լսենք քո մնացած մրցույթները։ 2026 թվականի փետրվարին դու դարձել ես Բելգիայի փոխչեմպիոն մինչև 8 տարեկան աղջիկների մեջ։ Ու դա քեզ ինչ հնարավորություն է տվել, ինչ պետք է անես, ինչ է տալիս դա քեզ? Որ դառել եմ Բելգիայի չեմպիոն, հետո կարամ գնամ Հունաստան, որ չեմպիոնատը խաղամ։ Բելգիան ես չէ ներկայացնելու։ Ինչ լավ է, որտեղ Հունաստան գիտես? Քաղաքը չես հիշում։ Գիտեմ, բայց չեմ հիշում։ Okay։ Անհամբեր ես ուզում ես գնաս։ Հա։ Ինչ լավ է։ Հետո վերջերս ինչ ա եղել 2026 թվականին էլ ես չէ մասնակցի մի մրցույթի, ապրիլի 12-ին դարձել ես Ֆլանդրիայի չեմպիոն մինչև 8 տարեկան աղջիկների միջև։ Չէ՞։ Հա։ Ու պետք է ասենք, որ Բելգիայում աղջիկներն ու տղաները առանձին են մրցում։ Ապրես։ Մենք բոլորով քեզ շատ շնորհավորում ենք։ Հպարտ ենք, որ դու այդ լավ տեղերն ես գրավել։ Բայց ինձ գիտես ինչ է հետաքրքրում, ինչի շախմատ։ Ոնց է եկել սերը շախմատի? Որ պապան շախմատ էր խաղում, հետո ես նայում էի, հետո մի քիչ սովորել էի, հետո ես էլ էի ուզել շախմատ խաղալ։ Վաղուց։ Հա։ Հետո ինչի ես սիրում շախմատ խաղալը? Որտեվ տենց հետաքրքիր է, որ դու կհաղթես, թե չես հաղթելու։ Ինչ ես ամ հաշվարկում ես դիմացի խաղացողի քայլերը, հա? Հա։ Ու անգիր ես սովորում այդ սաղ քայլերը։ Հա, անգիր եմ սովորում։ Դժվար չի, բա։ Մեկ-մեկ դժվար է, բայց մեկ-մեկը չէ։ Ինչքան ժամանակ է քեզանից տանում շախմատ պարապելը? Ամեն օր ես պարապում։ Հա։ Պապայի հետ թե դասատուի? Պապայի հետ։ Պապայի։ Հա, պապայի հետ, բայց մեկ-մեկը գնում եմ դասատուի հետ պարապել։ Փաստորեն բոլոր հաջողություններին դու հասել ես պապայի հետ պարապելուց։ Հա։ Պապային է տանեք մրցույթների, կարող է ինքն էլ շահի, ինչ ես կարծում։ Հա, կարելի է, չէ՞։ Հա։ Բայց ինչ ես սիրում ուրիշ անել, դու որ դպրոց գնում ես, չէ՞, որ դասարան ես։ Երկրորդ դասարան։ Երկրորդ։ Ինչ ես սիրում դպրոցում, ինչ առարկաներ ես սիրում? Մաթեմատիկա։ Մաթեմատիկա։ Հա։ Իսկ ինչ ես սիրում զբաղվել բացի շախմատից, քո ազատ ժամանակը? Գիմնաստիկայով։ Գիմնաստիկայով էլ ես զբաղվում։ Հա։ Բա հետո ինչ մրցույթների մասնակցում ես, թե այդքան է չէ։ Հա, մրցումների մասնակցում եմ։ Իսկ ինչ որ հաջողություն ունես այդ բնակավարում։ Հա։ Ինչ ես, էլի շահել ես ինչ որ մրցույթներ, թե չէ։ Հա, շահել եմ։ Ուր ես գնում բա, այս անգամ։
Հələ գիմնաստիկայից ոչ մի տեղ չեմ գնում։ Մենակ Բելգիայում ես։ հա։ Մենակ Բելգիայում ես էլ հանում, հա։ Հա, Լիլիթ, դու քուրիկ ունես։ հա, Քանի տարեկան է քուրիկը։ 3 տարեկան։ Ինքն էլ է ուզում շախմատ խաղա։ Ոնց որ հա, բայց վաղն է իր ծնունդնա 4 տարեկան է դառնում։ Այ, բարի շնորհավոր ենք, հա։ Հա։ Ինչ լավ է։ Մենք որ հաղորդումը դուրս գա արդեն իր ծնունդը եղած կլինի, բայց մենք կարանք մի անգամ էլ իր Հա։ ծնունդը շնորհավոր ենք, չէ։ Հա։ Լիլ, առաջի անգամն ես ինտերվյու տալիս ռադիոյով։ Հա։ Բա ոնց տենց չեմպիոն աղջիկ ես, քեզ երբեք չեն հրավիրել ինտերվյուների։ Չէ։ Ոյ, տենց բան չի կարելի բա։ Այ ես վերջի մրցույթի մասին, հա, խոսանք, երբ որ հայտարարեցին, որ դու շահել ես, Հա։ Իրանք քեզ կանչեցին մի անգամից բեմ, թե ոնց է։ Հա, մի անգամից բեմ կանչեցին։ Հա, դա Հա։ ինչ էիր զգում։ Դա տենց մի քիչ ուրախություն։ Մի քիչ։ Շատ։ Շատ։ Հա։ Այն մաման պապան ոնց էին իրանց պահում։ Կորմեն Լավ։ Լիլիթ, Հա։ 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 Իրանք էլ էին, չէ՞, շատ Հա։ ուրախացել երևի։ Լիլ, իսկ մյուս ընկերուհիներդ ոնց էին վերաբերում, դու ասեցիր դպրոցում, որ դու շահել ես։ Հա, ասեցի։ Ինչ ասեցին։ Ու իրանք ասեցին, դա չի կարելի լինի, որ դու 8 տարեկանում արդեն չեմպիոն ես առել։ Չէին հավատացել։ Չէ։ Բա հետո ինչ արեցիր։ Հետո համոզեցի ու իրանք արդեն մի քիչ հավատացին։ Ասա երեքիկ խաղանք իրար հետ։ Հա, Ոնց ես անում, ասենք, ինչքան ժամանակ է տևում մի խաղը։ 10 րոպե։ 10 րոպե։ Հա, Ու տենց լարված հետևում ես խաղացողներին։ հա։ Բա դժվար չի այդ տենց լուրջ կենտրոնացած մնալը 10 րոպեի Հա, ընթացքում։ դա դժվար է։ Ոնց ես բա կենտրոնանում, որ ուշադրությունդ ուրիշ տեղ չգնա։ Տենց մենակ պարտիայս եմ նայում, մի քիչ մտածում եմ ինչ անեմ, որ հակառակորդիս իրա քայլնա որ անի, մի քիչ մտածում եմ, որ ինքը մի բան անի, ես հետո ոնց խաղամ։ Արդեն փորձում ես Հա։ նախորոք մտածես Հա։ ինքը ինչ կանի Ահա։ ու կարողանում ես գուշակես նախորոք իր քայլերը։ Մեկ-մեկամ, բայց մեկ-մեկը չէ։ Բա որ ասենք դու մտածում ես ինքը սենց է խաղալու, հետո ինքը ուրիշ ձև է խաղում, ոնց ես վերաբերվում դրան, ոնց არის ռեակցիա տալիս։ Հետո մի փոքր եմ մտածում, հետո գտնում եմ։ Բայց այդ պահին օրինակ որ դու նայում ես մտածում ես սենց դիմացին, թե ինքը ինչ է խաղալու, ինչ ես անում, սենց վրան նայում ես, փորձում ես Հա։ ուղեղի մեջ հասկանաս, Ահա։ հա։ Իրանք տպավորվում են։ Հա։ Ինչ լավ է։ Եթե դու ուզենայիր դառնայիր քո շախմատի հերոսներից մեկը, որը կդառնայիր։ Չգիտեմ։ Ֆիշկաներից որ մեկը կդառնայիր։ Թագուհի, թագավոր, Թագուհի։ թագուհի կդառնայիր, որ այդ ինձ վերջն է արդեն 10 րոպեն վերջանում է, Հա։ ու դու տեսնում ես, որ դու շահում ես։ Ինչ է կատարվում քո մեջ։ Տենց արագ եմ իմ քայլանում, որ տենց իր ժամը շատ գնա ու հենց որ ժամը ընկնում է իրա, ինքը արդեն կրվում է։ Հա, Ժամար հա։ ու դու միանգամից ասում ես շախմատ, Հա։ ու ինչ է կատարվում քո մեջ։ Թռվռում ես, Հա։ կարաս թռվռաս, թե պետքա լուրջ պահես քեզ։ Եթե գնում ես արդեն մամայի ու պապայի մոտ, արդեն կարաս թռվռաս։ Հա, դիմանում ես մինչև մաման ու պապան, Հա։ հետո սկսում ես թռվռալը, հա, Ահա։ մամա պապան էլ են թռվռում։ Չէ։ Հա, հիմա որ դու գնալու ես Հունաստան, Հա։ ինչ ես սպասում այդ Հունաստանի խաղից։ Որ լավ խաղամ, լուրջ խաղամ ու լավ խաղամ։ Ինչ լավ է։ Տենց հաղթել կարևոր չի, տենց ուզում եմ որ լավ խաղամ։ Ուզում ես որ լավ խաղաս, Հա։ հաղթել հնարավոր, ճիշտ է։ Կարևորը որ դու հաճույք ստանաս, չէ՞, այդ խաղից ու գեղեցիկ խաղաս, հետաքրքիր քայլերով, ապրես, դա շատ կարևոր է, որտեվ ամեն անգամ միշտ չի որ պետքա հաղթել, երբեմն Հա։ պետքա նաև ասենց լավ ստրատեգիաներ, չէ։ Եթե ասենք կախարդական միկրոֆոն ունենայիր, ինչ կուզենայիր որ բոլոր շախմատիստ բալիկները Հայաստանում ինչ կասեիր իրանց։ Որ եթե մի բան ուզում ես անես, պետք է պարապես։ Պետքա պարապես, Հա։ չէ, ժամանակ շատ է տանում, չէ։ Հա։ Բայց դու հաճույքով ես պարապում։ Հա, հաճույքով եմ պարապում։ Երբ որ տեսնում ես որ քո հակառակորդը ինձ մի հատ ֆիգուրկա է քեզանից վերցրել, որը չի ուզում վերցնես, ինչ ես անում։ Զայրանում ես։ Չէ։
հետո ավելի լուրջ եմ խաղում, որ ինքը հենց որ մի բան չտենա, ես իրա ֆիգուրայի տա։ Հա, արդեն ստրատեգիա ունես, հա, ասենք գիտես ոնց ես անում։ Իսկ որ լարվում ես ցույց տալիս, որ լարված ես, թե հա, դե ժպիտով միշտ տենց, հա, սիրունիկ, հետո օպ, շախ ու մատ, անտիր։ Որ գնում ես, դե մենք աղջիկներ ենք, չէ, որ պետքա գնաս շախմատի մրցույթի։ Ո՞վ է որոշում շորիկները, ով է հագնելու։ Մաման, բայց դու համաձայնվում ես։ Okay։ Հատուկ շորիկներ ունես, որ քեզ հաջողություն են բերում։ Ունեք ես դաշնամուր էի նվագում, քննության պետք է գնայի, հատուկ շորիկ ունեի։ Ես այդ շորիկով էի քննության գնում։ Իմ մոտ այնպես տպավորություն, որ այդ շորիկը չհագնեմ, քննությունից չեմ հանձնի։ Բայց տենց չի, չէ։ Դա տենց չի։ Որ շահեցիր, ինչ արեցիք, տոնեցիք։ Չէ, տենց մարդիկ եկան մեր տուն, որ շնորհավոր էին։ Նվերներ ստացար։ Հա, լավ նվերներ ստացար։ Հա։ Ինչ լավ է։ Իսկ ասենք որ շախմատով չես զբաղվում ու գիմնաստիկայի չես գնում, ինչ ես սիրում խաղալը։ Խաղում ես ինչ-որ բան։ Աշան։ Լուրջ բալիկ ես, հա, մենակ շախմատի ես գնում, դպրոց գիմնաստիկայի։ Հա։ Քո մնացած ընկերուհիները չեն ասում, արի մեր հետ խաղարա կամ թե իրանք գիտեն որ դու զբաղված ես այտենց։ Չէ, իրանք ասում են տենց։ Ենք ասում են այտենց։ Հիմա ինչ ես ուզում դու դառնաս, օրինակ որ պատկերացնում ես հիմա գնաս Հունաստանում էլ շահես։ Մենք ես ցանկանում ենք, գիտես, չէ՞, մենք հիմա բոլորս քո հետ ենք լինելու այդ օրը։ Դու գիտես երբ ես գնալու Հունաստան։ Չէ։ Չգիտես։ Դե մեզ կասես, չէ՞։ Հա։ Ինձ կզանգես կասես, մենք հատուկ կասենք, որ բոլորը այդ օրը մտածեն, քո մասին լավ մտածեն, sense լիքը լավ պոզիտիվ։ Հունաստանից հետո ինչ ես ուզում դառնաս։ Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի չեմպիոն։ Հա։ Ինչ լավ է։ Իսկ ինչ է պետք Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։ Ավելի շատ պարապես, քան թե նորմալ պարապելը։ Դու կարաս Եվրոպայի չեմպիոն դառնաս 8 տարեկանների մեջ։ Հա։ Հա, տենց Եթե շատ պարապեմ, հա։ Եթե շատ պարապես, հա։ Ուրեմն մենք ցանկանում ենք, որ դու դառնաս Եվրոպայի չեմպիոն, չէ՞։ Ու ցանկանում ենք, որ միշտ կարողանաս ճիշտ գուշակես քո խաղացի քայլերը, չէ՞։ Ու պետք է մի բան խոստանաս, որ Հունաստանից գաս, կապ չունի շահածելնես, թե շահած չլնես, զանգում ես ու գալիս ես ինչյուր, որ պատմես, թե ինչ խաղ եղավ, չէ՞։ Առաջ անգամ ես, չէ՞, գնում Բելգիայից դուրս։ Հա։ Փաստորեն ուրիշ բալիկներ են լինելու այնտեղ խաղալու, ավելի մեծ։ Հա, ման մոռացանք ասենք, որ ես վերջի մրցակցության ժամանակ 180 բալիկ խաղացել։ Հա։ Չէ՞։ 180-ի մեջ դու շահել ես։ Հա։ Ծափարություններ։ Լիլջան, ապրես դու շատ հիանալի արդյունքների ես հասել քո տարիքում, իսկ հիմա քեզ բոլորը դա ասում են, չէ՞, բայց հա ես էլ ասեմ։ Մենք քեզ շատ սիրում ենք ու շատ հպարտ ու երջանիկ ենք, որ դու մեր հետ ես ապրում Բելգիայում։ Եղավ ու ամեն քո մրցույթի ժամանակ մենք քո մասին ենք մտածելու, որ դու լավ խաղ խաղաս։ Եթե կշահես ավելի լավ։ Եթե չես շահի, մյուս անգամ կշահես։ Բայց ես վստահ եմ, որ մի քանի ժամանակ հետո դու Եվրոպայի չեմպիոն ես լինելու։ Ինչ ես կարծում։ Հա, ես եմ կարծում։ Ինչ կասեիր մեր ունկնդիրներին, քեզ լսողներին։ Կա մի բան, որ կցանկանայիր իրանց ասես։ Դու գալիս ես Բելգիայում։ Հա։ Ինչն է դուրդ գալիս։ Դու ֆրանսախոս դպրոց ես գնում, թե հոլանդական։ Նեերլանդերեն։ Հետո լավ ես խոսում նեերլանդերեն։ Հա։ Իսկ ֆրանսերեն։ Ֆրանսերեն խոսում եմ, բայց շատ լավ չեմ խոսում։ Չէ։ Իսկ անգլերեն։ Մի քիչ էլի խոսում եմ։ Հիմա որ Հունաստան գնաս, պետք է անգլերեն, չէ՞ խոսալ։ Հա։ Դե բալիկները։ Բայց դպրոցում սովորում ենք անգլերեն։ Հա, սովորում ես։ Դե հələ մի քիչ ունես, մի քանի ամիս կարաս, չէ՞, մի քիչ էլ արդեն պարապես։ Շատ լավ է։ Դե ուրեմն պարապում ես անգլերենը, որ Հունաստանում կարողանաս բոլոր բալիկներ, այնտեղ բոլոր երկրներից են, չէ՞, գալու բալիկները ավելի մեծ ալիները, չէ՞, երևի։ Վախենում ես։ Չէ։ Շահելու ենք, չէ՞։ Հա, անտիր։ Մենք ես լիքը պաչիկ ենք անում։ Իմացի որ ամբողջ հայերը Բելգիայի հիմա արդեն քեզ հետևելու են։ Всё, էլ արդեն ճարչուն ես, պետք է լավ խաղեր խաղաս, եղավ։ Ու ոնց որ պայմանավորվեցինք, կվերադառնաս։ Ու կպատմես, թե ոնց անցավ։ Հիմա արի քեզ մի հատ հարցիկ տամ, հա։ Որն է եղել քո ամենաերջանիկ պահը, գիտես։ Ընդհանրապես, մինչև հիմա։ Որ չեմ ճանաչել Բելգիայի։
Որ չիմ բնես դարը, Հա։ բայց հատեիր ուրախացել։ Ինչ հավես է, պատկերացնում եմ։ Իսկ որ կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կանեիր։ Գիտեմ։ Չգիտես։ Ինչ է։ Բարձա։ Այս տարի գնալու ես արձակուրդ։ Դա շատ լավ է։ Ուրեմն մենք ես բոլորս պաչիկ ենք անում, ցանկանում ենք հաջողություններ, մերսի որ եկար մեզ հյուր, եղավ, ու մինչ նոր հանդիպում, եղավ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով եմ դուք վայելեցիք Լիլիթի հետ մեր հարցազրույցը։ Եկեք այժմ հյուրընկալենք մեր մյուս հյուրին, Մանե Նիկողոսյանին։ Այսօրվա իմ հյուրը շատ համակրելի երիտասարդ աղջիկ է, ո՞նց է քո անունը, երիտասարդ աղջիկ։ Մանե Մանե ինչ է ան։ Կողոսյան։ Մանե Նիկողոսյան։ Հա։ Մանե ջան, ո՞նց ես։ Լավ։ Ապրես որ եկել ես ինձ հյուր։ Ինչի ես եկել ինձ հյուր։ Կարանք ասենք, արի մի հատ մեր ունկնդիրներին պատմենք, թե ով է Մանեն։ Հա։ Ուրեմն 2025 եւ 26 թվականի ակումբային առաջնությանը Մեխելենի Հիվերնյա սահադաշտում եւ իր տարիքային խմբում զբաղեցրել ես առաջին տեղը, ապրես Մանե։ Երկու անգամ։ Սկսել ես սահել, երբ դեռ 4 տարեկան էիր։ Հիմա քանի տարեկան ես։ 7։ Հիմա 7 տարեկան ես։ 2024-ին առաջին անգամ մասնակցել ես մրցույթին եւ զբաղեցրել ես 3-րդ տեղը։ Իսկ այս եւ անցած տարիները հաջողվել է եւ դարձել ես առաջի տեղը։ Ապրես։ Առաջի տեղը որ զբաղեցրել ես, քեզ ինչ են տվել, մեդալ, նվեր, ինչ են տվել, շքանշան, ինչ են տվել։ Ինձ ինչ են շփրտե, Չէ, շփրտե, ինչ են տվել։ Ինձ ինչ են տվել, ինձ տվել են խաղալիք, որ ինքը ձեն է անում ու թիթեռնիկ է նվեր է տվել ու ինքը աղվես է տվել, նապաստակ է տվել ինձի։ Մանե, առաջին անգամն ես դու ինտերվյու տալիս, առաջին անգամն ես հրավիրված ռադիո։ Հա։ Հա, դե ուրեմն ապրես որ եկել ես մեզ հյուր։ Ման, դու ինչ սպորտով ես զբաղվում, արի մի հատ բոլորին հիշացնենք։ Սկսել եմ, որ ես ուզում եի սահքով, չէ։ Սկեյտինգ։ Հա։ Սկեյտինգ, արի ասենք ավելի տենց հեշտ է։ Երբ ինչի ես սկսել գեղասահքով զբաղվել։ Որտեվ էդի գեղասահք շատ եմ սիրում։ Շատ ես սիրում։ Հա։ Ինչի ես սիրում գեղասարքը։ Որտեվ այնտեղ կարաս սիրում սղաս։ Կարաս սիրում սղաս, այդ մրցույթի որ գնում ես, քո շորիկը ով ընտրում։ Ես։ Դու հատուկ շորիկ ունես, թե ամեն անգամ տարբեր շորիկներ ես հագնում։ Հատուկ շորեր եմ հագնում։ Հատուկ փայլում։ Մանե, երբ որ դու շահեցիր մրցույթը, հա, ու ընկերուհիների դպրոցում ասեցիր, քեզ հավատացին։ Հա, որտեվ մենք բան ենք ասում ու բոլորը տեսել են ու ընկերներիս անունը ասել եմ, որ սկի եմ գրում ու ցույց եմ տվել ինձ սպրեյբորդում, որ ասում էի վիդեոներ ես ցույց տվել։ Ինչ լավ է, ու բոլորը ինչ արեցին, քեզ շնորհավորեցին, ուրախացան քո համար։ Հա, ու ես հետո գնացի դուրս բոլորը ինձ վերցնում էին։ Վայ, ինչ լավ է։ Չմշկելու ժամանակ շատ արագ ես, չէ՞ գնում սկեյտինգի ժամանակ։ Հա, որ գնում եմ ուրիշ խումբի, արդեն 3 թե 4 անգամ այնտեղ գնում եմ։ Չէ, որ դու չմշկում ես, սկեյտինգ ես անում, այդ սառույցի վրա շատ արագ ես, չէ՞, սլանում։ Չէ՞, երբ որ սահում ես այդ սառույցի վրա, փորիկիդ մեջ ինչ ես զգում։ Ոչ մի բան։ Ուղղակի զգում եմ, որ ես ուղղակի դասատուն շատ լավ եմ լսում ու հետո անում եմ ինչ որ անում եմ։ Բայց երբ որ սահում ես, սկեյտինգ ես անում, դու քեզ ինչ ես պատկերացնում, որպես թռչուն, թե սուպեր հերոսուհի։ Թռչուն։ Թե որպես թռչուն։ Իսկ լինում է, որ դու ընկնում ես պարապելու ժամանակ կամ սկեյտինգի ժամանակ։ Չէ։ Չի լինում։ Դեռ չեմ ընկնում։ Որ 3 տարեկան եմ դեռ չէ։ 4-ից դեռ չեմ ընկնում։ 4 տարեկանից դեռ չես ընկել։ Ման, իսկ սառույցը շատ սառն է։
Չէ, այդքան սարը չէ, որտեվ ընկերներ են, որ բաց են հագնում ու առանց կուրկային են անում։ Հա, իսկ դու Ես էլ դու ես բաց ու շոր չես եմ մրսում։ բայց շոր եմ հագնում ու առանց կուրկայի։ Շոր ես հասնում ու առանց կուրտկայի, ես շատ մրսկան եմ, գիտես, շուտ եմ մրսում։ Հա։ Իսկ ինչ գույնի էր այս անգամ քո շորիկը մրցույթի։ Մանուշակագույն ու ռոզի։ Մանուշակագույն ու ռոզովի։ Հետևը թիթեռնիկ էր ու յուտպա, այսենց յուտպա։ Յուբկա ուներ, հա, փայլուն։ Հա։ Այդ ինչ սիրուն էր։ Կտած չէ այդ նկարից մի հատ դնենք, որ բոլորը տեսնեն։ Հա։ Ման, որտեղ ես դրել քո քանշանները, մեդալները, որտեղ ես տեղավորել։ Այստեղ, հա, պապայի մեդալների կողքը։ Երես։ Հա, դե կտած մենք կնկարենք, չէ, այդ դրանք։ Այս ճաշասենյակում, որ բոլորը տեսնեն, չէ։ Ման, որ հայտարարեցին, որ Մանե Նիկողասյանը շահել է։ Ինչ զգացիր մեջդ։ Որ ես էի գնում առաջի տեղը, բայց Ամալիան ասեց, որ ես վերջին նմերնելու, բայց ասեց նոր, բայց ինքն էր վերջինը, երրորդն էր։ Հա, բայց որ գնացիր այդ մեդալը ստանալու ուրախ էիր։ Ինչ էիր անում, թռվռում էիր։ Չէ, խելոք։ Ցույց էի տալիս։ Ցույց էիր տալիս։ Բա մաման, պապան իրանց ոնց էին պահում։ Մանե։ Ճվճվում էին, հա։ Հա, ինչ լավ է, դե շատ։ Ով էր ավելի շատ ճվճվում, պապան թե մաման։ Պապան։ Մյուս անգամ կասես մենք էլ գանք, հա։ Դու գիտես շատ լավ պրիզ ես շահել քո տարիքի համար, չէ։ Ես չեմ ճանաչում օրինակ ուրիշ աղջիկների, որ 7 տարեկանում այտենց լավ պրիզ է շահել։ Դու ճանաչում ես։ Իմ մոտ ոչ մեկը 7 տարեկան չեն, բայց Լիորան 7-ա, Լիորան 6-ա, ու Լիսան էլ 6, ու Ամարիան էլ 6, Նորը 5-ա, ու ես 7 եմ։ Ման, իսկ որ շահեցիր մրցանակը դրանից հետո գնացիք նշելու։ Հա, հետո ծնունդս ենք արել։ Այդ նույն օրը ծնունդն եք արել։ Ինչ լավ էր։ Համ հաղթանակդ նշեցիք, համ ծնունդ տարեցիք, հա։ Ման, իսկ ուզում ես շարունակես սկեյթինգը։ Հա, ես ուզում եմ շարունակեմ սկեյթինգս։ Գնալու ես ուրիշ մրցույթների։ Չէ, մնալու եմ նույն սկեյթինգը, բայց ուղղակի ուրիշ խումբ եմ գնալու։ Ավելի մեծերի խումբ։ Հա։ Հա, ման, քանի որ դու երբեք ինտերվյու չես տվել ու միկրոֆոնով չես խոսել, հիմա միկրոֆոնով ես խոսում, ում կուզենաս պաչիկներ ուղարկես, որ բոլորը լսում են քեզ, ում ես ուզում պաչիկներ ուղարկել։ Մաման, պապան, Նարեն, Սևակը, տատիկին։ Հա, բոլորին, հա։ Հա։ Դե պաչիկներ ուղարկի։ Մուքուրներին։ Մոքուրներին է։ Հա։ Ապրեն, ուրեմն բոլորը ստացան։ Ես էլ կարամ ասել, որ Բելգիա ռադիոյի բոլոր լսողները քեզ են պաչիկներ ուղարկում։ Գիտես, լիքը։ Ու ուզում են բոլորը, որ դու նաև շահես, շարունակես շահել ու շարունակես մեզ ուրախացնել, չէ՞։ Նա իսկ դպրոցում դու գնում ես դպրոց։ Հա, ես շատ լավ եմ անում ու շատ լավ լսում եմ ու շատ լավ գրում եմ։ Հա, ֆրանսիական դպրոց ես գնում թե ֆլամանական։ Ֆլամանական։ Ֆլամանական, իսկ որ առարկան ես սիրում դպրոցում, նա։ Ման։ Ներկեմ։ Որը։ Ներկեմ։ Ներկելը, նկարչություն։ Հա, որ սիրուն ներկում եմ։ Որ սիրուն ես ներկում, հա, կցույց տաս ինձ։ Հա։ Եղավ։ Նկարեմ հիմա քո։ Հա, մի քիչ հետո դու հիշում ես իմ համար մի անգամ նկարել ես։ Հիշում ես, մեր տունը դրած է, գիտես այդ նկարը։ Գիտեմ, այնտեղ կախած է քո սենյակում։ Իմ սենյակում կախած է, ես քեզ ցույց եմ տվել։ Ման, իսկ օրինակ դպրոցի բացի նկարելուց, ասենք, ինչով ես սիրում զբաղվել, պարել, պարում ես, չէ՞ դու։ Որտեղ ես պարում։ Պոդիումին բոլոր երեխեքները հետով երգ են լսում ու պարում են։ Չէ, բացի դրանից դու պարի խմբում ես, չէ՞, պարում, որ պարի խմբում ես պարում։ Պապայի։ Պապայի պարի խմբի անունը ի՞նչ է։ Արտուր։ Չէ, պապայի անունն է։ Պապայի պարի խմբի անունը Հայկ պարի խումբն է, չէ։ Հայգդան։ Հայգդանս։ Քանի տարեկանից ես պարում, Մանե։
3 3 տարեկանից պարում ես։ Ու այս վերջերս, չէ, ձեր համերգն էր բարի դպրոցի։ Գնացել ես նայես։ Բա ես ընդեղ չէի, մոռացար։ Մենք տեսել ենք իրար հետ ընդեղ։ Բացի դպրոցից ինչ ես սիրում ուրիշ անել։ Սիրուն գրեմ։ Հա, սովորել սիրում ես։ Դե շատ լավ է։ Ուրեմն նայման, sense բան եք պայմանավորվում։ Մյուս անգամ, որ դու գնում ես մրցումների, էլի շահում ես, զանգում ես, ասում ես Մարիշ, արի մի հատ էլ պատմեմ, թե ոնց ենք շահել։ Եղավ։ Ու մենք բոլորով, հա, քեզ պաչիկներ ենք անում, միշտ քո կողքին ենք ու մաղթում ենք, որ դու միշտ հաջողություններ ունենաս, լավ։ Լավ։ Իսկ հիմա արի պաչիկներ անենք մեր Բելգիահայ ռադիոյի լսողներին, չէ, ու բոլորին մաղթենք լավ օր։ Հա։ Ինչ կասես դրանց։ Ինչ կմաղթես։ Հիմա Հա, ինչ կասես Բելգիահայ ռադիոյի մարդկանց բոլորով, որ քեզ լսում են հիմա։ որ մենք որ բոլորը լավ ապրեն ու բոլորը ունենան ընտանիք, հաց ունենան ու տունը ապրեն։ Ապրես, բոլորը ունենան ընտանիք, ունենան հաց ու երջանիկ ապրեն սիրով, չէ։ Հա։ Այս լավ խոսքերի վրա բոլորին ցանկանում ենք լավ օր։ Stay tuned. Տուն։